Գիտեք, այսօրվա դատական նիստից ինչ սպասելիքներ ունեք Սամվել Կարապետյանի հետ կապված, կփոխվի նրա կալանքը։ Եթե մեզ էս հարցնում, ուրեմն ասեմ, որ պիտի թողեն իրեն։ Այսինքն այս 10 ամիսը իրան պահել են։ Իր նկարից, իր անունից վախենալով այդ մարդուն պահել են։ Ուրիշ ով, վայելով։ Դա ժողովուրդը պիտի վախենա։ Այն մարդը ժողովրդի, ինչա՞։ Ինչու են վախենում։ Դե գիտեմ, որ իրանց Նիկոլն ասենք այնքան կեղտոտություն արել, որ ինքը որ իշխանության լծակներից բրձավ, հաստատ ինքը աղբանոցում է հայտնվելու։ Դրա համար։ Բայց ով ամեն մարդ չի ուզի, չէ՞, աղբանոցում հայտնվի։ Դրա համար։ Ինքը դրա համար պայքարում է։ Ինքը փորձում է ամեն կերպ այս ժողովրդին պառակտել, ամեն կերպ 2018 թվականից ի վեր ոչ բարով բերեց մցրեց ժողովրդի մեջ սևերի ու սպիտակների ժողովուրդը այսօր մի տան մեջ աղբերն աղբորը թուր թվանքա որ ինչ այն մեկը Նիկոլա Սատարը մեն մեկը ընդդիմադիր է բայց ասել եմ այսօր իրան հարգող հայը իրավունք չունի մի վարքյան մի ժամ Նիկոլ Փաշինյանի կողը կանգնելու ու իր խամաչիկներն են որ այսօր հելել են ամբիոններից այտենց իրանց ճղի են անում թո մի հատ հետնային տենան իրանց շեֆի արած գործողությունները այս հայրենիքի նկատմամբ ու Սամվել Կարապետյանի արած գործողությունները մեր ժողովրդի նկատմամբ այսօր ասել եմ որ մի ԿՊ-ականը ունի իր սեփական միջոցներով մի անգամ քարի վրա դրած ինչ որ մի բան արած թո բերեն կողեն աշկս ոչ մեկ այսօր իշխանության փողերը լվանալով իշխանության փողերը վերցնելով ասելով այս ենք անում այն ենք անում արածներն էլ տենում ենք ոչ մի բանի նորմալ երկար չի ծառայում Ինչ ունեն այս երկրի մար Սամվել Կարապետյանի արած մի տոկոսը երբ որ կարողանան իրանք անեն այդ ժամանակ նոր իրավունք ունենան գոնե ինչ որ միտեղ թաքուն պատի տակ խոսալու այսօր իրանք միայն իրավունք ունեն լռելու այսօր իրանք խոսալը իրանք դեմը Այսօր հայ հասարակ ժողովուրդը ուզում է ռեալ նորմալ ապրի իսկ ինձանից սկսած ես հայ հասարակ ժողովրդից մեկն եմ ես իմ ապական տենում եմ Սամվել Կարապետյանի հետ ես չեմ ուզում գնամ դեպի թրքացում ես չեմ ուզում լինել Նիկոլ Փաշինյանի լծի տակ այսօր ամեն իրան հարգող հայը պետք է կանգնի Սամվել Կարապետյանի կողքին միակ քաղաքական ուժնա հպարտորեն ասում եմ միակ քաղաքական ուժնա որ ամեն կերպ է ժողովրդի կողը կանգնած է Նիկոլի զոմբիները թոյթան իրիգուները որ պարկում են քնելու մի հատ իրանց մեջ վերլուծեն արդյոք արժի ապրել գնալ դեպի թրքացում թե չէ Փաշինյանն ասում է խաղաղություն են բերել Իրա բերած խաղաղությունը իրա ու իրա խամաչիկների համար մենք ինքներս մեզ մեր համար Ներրև ջան ինքը ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ բայց հետո ինչ ասեց ասեց Ադրբեջան է եւ վերջ Այո բաղմի իր խաղաղությանը մենք կհավատանք Ինչ խաղաղություն չեն մուրում խաղաղություն պիտի պարտադրես Չնվատանք Դուք ինչ սպասելիքներ ունեք այսօր Ոչ լավ բան չունեմ սպասելու իրանից